Դե ինչ հայրելի հայրենակիցներ, չանցավ ժամեր վերլուծությունից, որը առավոտյան այստեղ տեղադրեցի եւ տեսա նաեւ որ մեկնաբանություններում դուք նաեւ դա ընդգծեցիք իհարկե, որ Իրանը հարձակվեց Ադրբեջանի վրա, տեղի ունեցավ հարված Նախիջևանի ուղղությունով, օդանավակայանի կոնկրետ քաղաք Նախիջևանում, որը Երևանից գտնվում է, ինչպես դուք շատ լավ գիտեք, իրականում շատ մոտ, եւ այդ մոտավորապես 130 կիլոմետրում Երևանից, հասկանում եք, թե ինչքան մոտիկ է, եւ այդ հարվածը իհարկե շատ լուրջ արդեն ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա։ Առաջերտին պետք է ասեմ, որ իրոք հասկանում եք, մի քանի ժամ է պետք վերլուծություն, որ նկարահանեմ, տեղադրեմ այստեղ ալիքում եւ այլն, այսինքն երբ դուք տեսնում եք այդ վերլուծությունը, պետք է հաշվի առնեք, որ նկարել եմ մի քանի ժամ առաջ, պատրաստել եմ եւ նույնիսկ դրանից հետո երբ մի ժամ հետո արդեն տեղի է ունենում հենց այն ինչ վերլուծությունում քննարկել ենք, դա ուղղակի խոսում է մեր վերլուծությունների ձեր հետ միասին նկատի ունեմ կարևորության մասին եւ իմ աշխատանքն է գնահատում, ես շնորհակալ եմ ձեր գնահատականների համար մեկնաբանություններում միշտ տեսնում եմ եւ համարում եմ դա շատ կարեւոր, ինչպես նաեւ բոլոր ձեր լայքերի համար, շնորհակալ եմ այն անդամների ալիքին, ով անդամակցում են, միանում են ալիքին եւ դառնում են անդամ եւ դրանով նաեւ աջակցում են ալիքի գործունեությանը, դա հատկապես կարող են անել արևմուտքում ապրող, արտասահմանում ապրող մեր հայրենակիցները եւ այդ ամենը շատ կարեւոր է, իսկ հիմա մենք ձեր հետ միասին արդեն կանցնենք ստեղծված իրավիճակի վերլուծությանը, ինչպես մեկնաբանություններում անդամ ալիքի մասնակիցներից մեկը ճիշտ նշեց, որ այն ժամանակում ենք ապրում հիմա կոնկրետ այս օրերի ընթացքում, երբ մեկ ժամվա առաջվա վերլուծությունը արդեն թարմությունը կորցնում է, դա փաստ է, որ առավոտյան արված վերլուծությունը արդեն այդքան թարմ չէ եւ հաշվի առնելով դա իհարկե ես պետք է նոր տվյալների վրա հիմնվելով ձեզ նոր պատկեր տամ, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում եւ ինչպիսի զարգացումներ կարող ենք սպասել։ Ես համարում եմ սա շատ կարևոր մաս քաղաքական գործունեության, պետական գործունեության, ինչ մասին նշեցի, եւ տեսնում եմ մեկնաբանություններում էլ շատ դրական իմ հանդեպ գնահատական այդ առումով, շնորհակալ եմ դրա համար նաեւ եւ պետք է ասեմ, որ այո, իհարկե պետական կառավարման մասնագետը, միջազգային հարաբերությունների մասնագետը, այդ երկուսն էլ իմ մասնագիտությունն է, միևնույն ժամանակ քաղաքական պետական ուրեմն դիրքում իրան պատկերացնող մարդ անպայման պետք է ունենա այս հմտությունները իմ պատկերացումով, որ կարողանա ճիշտ վերլուծի իրադարձությունները եւ նախորդ պատրաստի պետությունը եւ ազգը։ Այն նպատակով, որ բոլորը քաղաքացիները այսօր ով զբաղված է իր առօրյայով հանգիստ լինեն, որ գիտենան, որ երկրի ղեկավարությունը ունի բոլոր այն հմտությունը, գիտելիքը, հնարավորությունը, զգոնությունը եւ այլն, բոլոր այդ միջոցները, հնարավորությունները եւ տեղեկատվությունը նրա համար, որ ճիշտ որոշումներ կայացնի ճիշտ պահին եւ երկիրը եւ ազգը լինի անվտանգ։ Ուստի բոլոր մեր վերլուծությունները նաեւ այդ առումով է կարեւոր եւ նաեւ հիմք է նրա, որ մենք սրանով մեր ներդրումն ենք, մենք նկատի ունեմ ինձ եւ ալիքի բոլոր մասնակիցներին եւ անդամներին ներդրում ենք ունենում Հայաստանի անվտանգության մեջ, որովհետեւ իհարկե ես գիտեմ, որ շատ տարբեր շերտեր են դիտում այս վերլուծությունները, տարբեր ոլորտների մարդիկ, այսպես ասեմ։ Արեք սկսենք նրանից, հարգելի հայրենակիցներ, որ հարվածները Նախիջևանի ուղղությունով իրոք լուրջ են, թե ինչ պատճառ կա դրանում, իհարկե դա պետք է քննարկել։ Բաքու-Թբիլիսի Ջեյխանի ուղղությունով ես խոսեցի, կա տեղեկատվություն, ես իհարկե չեմ ուզում ոչ հաստատված տեղեկատվությունով ձեր հետ կիսվել, բայց սա այն դեպք է, երբ ուրիշ տարբերակ չկա, որովհետև հաստատված տեղեկատվություն չկա, բայց տեղեկատվությունը այդքան կարևոր է, որ ես ստիպված եմ կիսվել ձեր հետ, նաև որ կան տվյալներ, ոչ հաստատված, նրա մասին, որ Բաքու-Թբիլիսի Ջեյխանի ուղղությունով հարվածներ նաև եղել է։ Կտեսնենք իհարկե կհաստատվի դա թե ոչ, որ պետության տարածքում դա էլ է մնում հարց, Բաքու-Թբիլիսի Ջեյխանը 3 պետության տարածքով է անցնում, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, կիմանանք դա նաև, բայց այս պայդրությամբ հաստատված է միայն Նախիջևանի վրա 2 ԱԹՍ-ի հարվածը։ Այստեղ դրականը այն է,
որ Ադրբեջանը իհարկե ուղիղ ասել է, որ դա իրանական կողմից է, եւ չի փորձել որևէ ձև Հայաստանին ներքաշել այս տրամաբանության, այս խնդրի մեջ։ Միևնույն ժամանակ մենք տեսանք, որ Ադրբեջանը սկզբից իրան շատ զսպված պահեց, որ հասկանա թե ինչ է տեղի ունենում, բայց դրանից հետո կարելի է ասել արդեն կարևոր հայտարարություններ տեղի ունեցան։ Արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի դեսպանին կանչեց, Իրանի դեսպանին կանչեց ԱԳՆ եւ իրանց ուրեմն բողոքը իրան փոխանցեցին։ Զուգահեռ դրա ես ձեզ հիշեցնեմ, որ երեք նախագահ Իլհամ Ալիևը եղել է իրանական դեսպանությունում եւ ցավակցություն է հայտնել Ալի Խոմեյնեի սպանության մահվան պատճառով եւ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, կան զոհվածներ իհարկե այդ գործողությունների հետևանքով, եւ հաշվի առնելով սա, երբ Ադրբեջանը մի կողմից այդպիսի կարևոր քայլ արեց, որևէ մեկը բացի Իլհամ Ալիևից չի արել, ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի իշխանությունները, եւ ինքը այդ քայլը արեց, այդ ֆոնին հարվածել Նախիջևանի օդանավակայանին, այն դեպքում, որ այդտեղ որևէ բան իրականում չի խոցվել, կադրերը կան եւ հասկանալի է, որ որևէ այդտեղ հատուկ միջոցներ չկա, որ ասես խոցել են ինչ-որ մի բան, ոչ, ապա սա ավելի նման է, որ Իրանը ընտրել է ահաբեկչական ռազմավարություն։ Այո, ես ուզում եմ, սա իմ վերլուծությունն է, որ Իրանի հիմա համակարգը դեռ խնդիրներ ունի կառավարման, այսինքն այնպես չէ, որ Թեհրանից է գալի հրամանը, որ հարձակվեն Նախիջևանին, տեղի զորքերը այդտեղ, որոնք մոտ են գտնվում այդ սահմանին, կարող են կիրառել այդ ԱԹՍ-ները այն նպատակով, որ այսպես ասեմ, ճնշումը միջազգային առումով աճի Միացյալ Նահանգների, Իսրայելի վրա այդ պետությունների կողմից խոսքին, որ Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան ճնշեն Ամերիկային եւ Իսրայելին, որ ավարտեն ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ հիմա որ Ադրբեջանը, միջև այդ Թուրքիան, Կիպրոսը նաեւ ճնշեն Միացյալ Նահանգներին, որ ավարտեք, որովհետեւ պատերազմը արդեն գալիս է մեր տարածք։ Այսինքն սա այդ տրամաբանությունը կարող է ունենալ, որովհետև այս բոլոր պետություններում, եթե խոսքին ծոցի պետությունների մասին ենք խոսում, ապա այդտեղ իրոք կան ամերիկյան ռազմակայաններ, ընդ որում պետք է անպայման նշել, որ այդ ռազմակայանները Իրանի դեմ պատերազմում ներգրաված չեն։ Այսինքն ոչ Միացյալ Արաբական Էմիրությունների, ոչ Քաթարում, ոչ Բահրեյնում, ոչ Քուվեյթում, ոչ Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների ռազմակայանները պատերազմում չէին մասնակցում։ Իրանը հարվածներ հասցրեց զուտ այն տրամաբանությունով, որ սա Միացյալ Նահանգների ռազմակայաններն են։ Սա իհարկե ինքնիստ խնդրահարույց է, որովհետև այդ ռազմակայանների տրամաբանությունը այդտեղ պաշտպանողական են հենց այս պետությունների, որտեղ որ գտնվում են, այդ թվում իրենց հակաօդային պաշտպանության միջոցների եւ ուրիշ հնարավորությունների շնորհիվ։ Այդ ուղղությամբ Ադրբեջանում չկան Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմակայաններ։ Որևէ ապացույց դրա չկա եւ իհարկե ես կտրուկ դեմ եմ նրա, որ մենք հայկական վերլուծական դաշտում մեր իմ նկատի ունեմ ինչ որ մարդկանց կարծիքը փաստ համարենք, որոնք ասում են, որ Ադրբեջանում կան իսրայելական ռազմակայաններ։ Դա փաստ չէ, այդպիսի ապացույցներ չկան, իսկ առանց ապացույց խոսելը դա լուրջ չէ, դա վերլուծություն չէ, դա արդեն հորինելու դաշտից է գալի եւ ես երբեք այդ դաշտ չեմ մտնելու, միայն ապացույցներով պետք է խոսել։ Ամեն դեպքում նույն Իրանը երբեք չի հաստատել, որ այդպիսի բան կա, երբեք ապացույց չի բերել, համոզություն եմ ձեզ, որ Իրանը ուշադիր հետևում է Ադրբեջանի տարածքում նաեւ տեղի ունեցողին իր համատեքստում։ Այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ Իլհամ Ալիևը հրամաններ է տվել եւ ասել է, որ Ադրբեջանը ուրեմն անկախ պետություն է եւ այն վայրն է, որը շատ ադրբեջանցիքի համար, ով ապրում են Իրանում, ուրեմն հույսի վայր է։ Սա արդեն շատ լուրջ հայտարարություն է իմ պատկերացումով, նշում է Ալիևը արդեն եւ ինչպես արդեն առավոտվա վերլուծությունում ասացի, որ հարավային Ադրբեջանի այդ հատվածում ինչ որ խորհուրդ, հարավային Ադրբեջանի խորհուրդ հայտարարություն է արել քաղաք Թաբրիզից եւ խոսել նրա մասին, որ ուրեմն իրանք Իլհամ Ալիևին են դիմում, որ Ալիևը իրենց աջակցի
իրենց անվտանգությանը եւ կարող է ինչ որ առումով նաեւ պատասխանը լիներ հենց այս ԱԹՍ-ների հարվածը, ինչ որ առումով ուղիղ իհարկե որևէ մեկը դա չի հաստատի, որ ոչ թե Ալիևը կարող է ապահովել անվտանգությունը հարավային ադրբեջանցիքի այդպես կոչված, այլ հակառակը Նախիջևանը կարող է հայտնվել հարվածի տակ, ինչպես նաև մնացած Ադրբեջանը, եթե Ադրբեջանի ուղղությամբ որևէ քայլեր լինեն։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է ընդգծել, որ հարավային Ադրբեջանի այդ թեզը, թեման շարունակում է զարգանալ եւ այս դեպքերը նաև կարող են բերել այդ ուղղությամբ զարգացումներին։ Նախագահ Ալիևը հրաման է տվել Պաշտպանության նախարարությանը, պետական սահմանի պաշտպանության ծառայությանը, հատուկ բոլոր ծառայություններին, որ համար 1 պատրաստվածության դիրքերում լինեն եւ պատրաստ լինեն կատարել բոլոր հրամանները եւ նախագահ Ալիևը նաեւ ասել է, հետաքրքիր է սա, այս հայտարարությունը իրոք, որ բոլորը ով ուզում են փորձարկել մեր ուրեմն ուժը եւ մեր զինված ուժերի հնարավորությունները, ապա կարող են հայտնվել այդպիսի իրավիճակում եւ ինքը ասել է երկաթե բռունցքը, ուրեմն, որը գիտեք, որ Ղարաբաղում իրանց ռազմական գործողությունների տրամաբանության մեջ է նստում, այդտեղ էին հայտարարում հենց ուրեմն երկաթե բռունցքի մասին։ Հիմա հետաքրքիր է, որ Իրանի հանդեպ է այդ երկաթե բռունցքը հայտարարվում, այսինքն նախագահ Ալիևը բացահայտ սպառնում է Իրանին ռազմական գործողություններով, բայց ի պատասխան այստեղ, եւ դա շատ հետաքրքիր է, զուգահեռ դրա Ալիևը հայտարարել է, որ սա առաջի անգամ չէ, որ իրանական պետությունը ահաբեկչություն է կատարում Ադրբեջանի եւ ադրբեջանցիքի դեմ, նկատի ունենալով նաեւ Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, որը տարիներ առաջ Թեհրանում տեղի էր ունեցել։ Հաշվի առնելով այս ամենը, հարգելի հայրենակիցներ, իհարկե պետք է ասել, որ հարաբերությունները Բաքվի եւ Թեհրանի միջև լուրջ սրվեցին եւ պետք է նաեւ ասել, իհարկե, որ հարավային Ադրբեջանի թեման կարող է զարգանա եւ մենք կարող ենք տեսնել իրոք ռազմական գործողություններ Ադրբեջանի եւ Իրանի միջև, այսինքն Ադրբեջանը կարող է ներխուժել Իրանի տարածք, այդ թվում այդպես կոչված ազերիների կամ ադրբեջանցիքին փրկելու օգնելու թեզի տակ։ Իհարկե դա կբերի ավելի մեծ տարածաշրջանային այստեղ պատերազմին, որովհետև հիմա այսօր հայտարարություն է արել նաև Թուրքիան։ Թուրքիան ասել է, որ պատրաստվում է պաշտպանել իր ցամաքային եւ օդային տարածքը քրդական, սեպարատիստական, ահաբեկչական, տերորիստական, անջատողական այդ ուժերի կողմից, որոնք Իրանի ներսում գործում են։ Այսինքն ակնհայտ է, որ Թուրքիան տեսնում է սպառնալիք այն ծրագրում, որը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նախատեսել են, CIA-ի կողմից ակնհայտ է, խոսք է գնում քրդական բնակչության զինման մասին Իրանում, որոնք պետք է ապստամբություն կազմակերպեն։ Այդ դեպքում հավանական է, որ Թուրքիան կարող է ձևավորել Իրանի տարածքի ներսում բուֆերային հատված։ Եվ այդ բուֆերային հատվածը ձևավորելու ուղղությամբ, հատկապես Ուրմիա լճի հատվածում եւ Թավրիզի ուղղությամբ, մենք ձեր հետ միասին պետք է արձանագրենք, փաստացի, որ դա կարող է բերել իրավիճակի, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական կարող են ռազմական գործողություններ վարել հարավային սահմանի վրա Հայաստանի։ Այսինքն Իրանի հյուսիս արևմտյան հատվածում եւ դա կարող բերի նրան, ինչի մասին մենք խոսեցինք երեք, որ Հայաստանը կարող է կորցնել սահմանը Իրանի հետ կամ ավելի ճիշտ որ ասեմ, պարսիկների հետ, որովհետեւ այսօր էլ սահմանը Իրանի հետ է, բայց երբ սահմանը անցնում ես թուրքեր են բնակեցված, բայց պարսիկներն են կառավարում այսօր Իրանը, իսկ ամեն դեպքում, եթե այսպիսի զարգացումներ լինի, ապա մենք կարող ենք ձեր հետ միասին արձանագրել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցամաքային ձևաչափով կարող են միանալ իրար հետ, եթե ռազմական գործողություններ սկսվի այդ ուղղությամբ։ Սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար եւ այս սպառնալիքի ուղղությամբ կա մի քանի կոնկրետ գործընթաց, մի քանի շատ կոնկրետ հարց։ Առաջինը, վարչապետ Փաշինյանը այսօր էլ ասաց,
որ Հայաստանը նախօրոք պատրաստվել է այս գործողությունների համար։ Ես շատ ուրախ եմ եւ շատ կարեւոր է։ Հուսով եմ, որ պատշաճ է պատրաստված Հայաստանը, բայց պետք է արձանագրեմ, որ Վրաստանի ուղղությունը մնում է թույլ եւ ես իհարկե առանձին կխոսեմ ձեր հետ միասին վարչապետ Փաշինյանի այցի մասին Վրաստան, բայց ամեն դեպքում պետք է ասել, որ Վրաստանը այսօր այդ տրամաբանության մեջ Հայաստանի թույլ տեղն է, որովհետև Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության եւ վերահսկողության տակ, նրա փոխարեն որ լինի Հայաստանի հետ միասին շարժվի դեպի արևմուտք։ Ուստի հիմա հուսով եմ, որ շատերը շատ լավ ավելի հասկանում են, թե ինչ նպատակ եւ պատճառ ուներ այն, ինչ ես երկար ժամանակ ասում էի, որ մենք պետք է ստիպված ենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կայունացնել հարաբերությունները Վաշինգտոնի միջնորդությամբ։ Այն նպատակով, որ բացենք սահմանը Թուրքիայի հետ, բացենք սահմանը Ադրբեջանի հետ, իհարկե մեր անվտանգությունը ապահովելու ճանապարհով, իհարկե որևէ հակահայկական ծրագրեր թույլ չտալու ձևաչափով նկատի ունեմ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը, որը Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից գնահատված է ինչպես լրջագույն վտանգ, բայց ես նկատի ունեմ, որ Հայաստանը կախված չլինի Վրաստանից, որը ցավոք հայտնվել է Ռուսաստանի ազդեցության տակ, եւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ունի 4 սահման, 2 սահման բաց եւ մեկը Իրանի ուղղությունով, փաստացի կարելի ասել, որ այս պայծրությամբ չի կարող լիարժեք գործել եւ երբ կսկսի գործել, մենք ձեր հետ միասին դա չգիտենք եւ չենք կարող գիտենալ։ Այսինքն իրավիճակը շատ լուրջ եւ ծանր է Հայաստանի շուրջ։ Հիմա հասկանում եք բոլորդ, թե ինչքան կարեւոր է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով է շարժվում, թե ինչքան կարեւոր է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կայունացվել են եւ զարգանում են, որովհետեւ տարածաշրջանային իրավիճակը մեզ թույլ չի տալի որևէ ուրիշ զարգացում։ Եվ դա շատ կարեւոր է, այսինքն պետական վարչապետ Փաշինյանը շատ ճիշտ բան նշեց, երեք կարծում եմ, իր ելույթի ժամանակ խորհրդարանում, որ եթե այս իրավիճակում դու ճկուն չես եւ չես փոխվում, ապա անհնար է, որ դու գոյությունդ շարունակես։ Սա շատ կարեւոր է եւ ես ուրախ եմ, որ այդ ընկալումը կա նաեւ Հայաստանում, կառավարությունում, որ ժամանակները արագ են փոխում իրավիճակը եւ դու պետք է ադապտացվես նոր իրավիճակին, չես ադապտացվի, կհայտնվես զոհ այդ նոր իրավիճակի։ Այսինքն հիմա մենք այս ամենին նաեւ ադապտացվելու մաս է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր նոր քաղաքականությունը եւ ադապտացում է նաեւ նրան Վրաստանում, որ արևմտամետ իշխանության փոխարեն ռուսամետ հակաարևմտյան իշխանություն է։ Շարունակում ենք հարգելի այրենակիցներ, պետք է ասեմ, որ Սիրիայի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, իրանական հրթիռներ են գնացել եւ խոցվել են այնտեղ Սիրիայի օդում, մոտավորապես 40 րոպե առաջ, Երևանի ժամով մոտավորապես 4:30։ Պետք է նաեւ խոսենք նրա մասին, որ պայթյուններ են տեղի ունեցել Իրաքի տարածքում, մի քանի վայրում, հատկապես Ծոցի հատվածում, Իրանը շարունակում է հարվածներ նաեւ Իրաքի տարածքի ուղղությամբ։ Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարում են, որ 6 բալիստիկ հրթիռ եւ 131 ԱԹՍ են խոցել այսօր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ուրեմն բալիստիկ հրթիռի խոցումը Թուրքիայի օդում նաեւ կարեւոր քայլ է, կոնկրետ ինչ վերաբերվում է հենց ՆԱՏՕ-ի գործունեությանը եւ ՆԱՏՕ-ի անվտանգությանը։ Մենք նաեւ ձեր հետ միասին տեսնում ենք, որ Թեհրանի ուղղությունով մեծ հսկայական հարվածները շարունակվում են տարբեր վայրերում, պայթյունները շարունակվում են եւ Իսրայելը լուրջ հարվածներ է հասցնում։ Քաթարը նաեւ այսօր հայտնվել է նորից հարձակումի տակ եւ այնտեղ հակաօդային պաշտպանությունն էր ակտիվորեն աշխատում։ Պետք է նաեւ ասել, որ Ուրմիայի առումով նաեւ Իսրայելը մի քանի հարված է հասցրել, դա Իրանի տարածքն է մոտ Հայաստանի սահմանին։ Ուրեմն նաեւ շարունակելով պետք է ասել, որ Իսրայելը մի քանի նաեւ հարված է հասցրել
ուրեմն Իրանի ուրիշ քաղաքներին բացի Թեհրանից, այդ թվում Իսպահանին, այդ թվում Շիրազի ուղղությունով, պետք է նաև ձեր հետ կիսվեմ տեղեկատվությամբ, որ ոստիկանական շենքեր են քանդվել քրդական շրջաններում, հատկապես Իրանի, որտեղ որ քրդեր են բնակվում։ Թեհրանը ամենամեծ հարվածների տակն է իրականում այս ամբողջ ժամանակահատվածում։ Բանդար Աբասում էլ հարվածները նավահանգստում շարունակվում են, եւ դա շատ կարևոր բաղադրիչ է։ Միացյալ Նահանգները հերքեցին F-15-ի խոցման փաստը, ուրեմն որևէ մեկի կողմից, Իրանի կողմից ենթադրաբար, որևէ մեկը հստակ չգիտի, եւ պետք է նաև ասել, որ Իրանը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ չի կրակի այդ բալիստիկ հրթիռը, որի մասին որ խոսք է երեք, եւ այդ բալիստիկ հրթիռը կրակել է Կիպրոսի ուղղությամբ իրականում, բայց ուրեմն խոցել են այդ բալիստիկ հրթիռը իրականում Թուրքիայի օդում։ Իսրայելը առավոտվանից Քոմի ուղղությունով նաև հարվածներ է շարունակում, դա խոշոր քաղաքներից մեկն է, եւ կարծես այս պայդրությամբ հարգելի այրնակիցներ, սա է ամբողջ այն կարևոր տեղեկատվությունը, որը ես կարող եմ ձեզ ուրեմն փոխանցել, տեղյակ պահել, որ մարտական գործողությունները շարունակվում են, նաև ավելացնեմ իհարկե Իսրայելի ուղղությունով, որ նվազել է, ինչպես առավոտ ասացի ձեզ, հարվածները Իսրայելի ուղղությամբ քանակով, բայց նաև ասեմ, որ Լիբանանի ուղղությունով 5 ուղղությամբ հարավում Լիբանանի Իսրայելը խորացել է, 5 ուղղությամբ սահմանամերձ բարձունքները գրավել է Իսրայելը արդեն Լիբանանի տարածքում եւ լուրջ հարվածներ է հասցնում Լիբանանին, պատրաստվում է ավելի խոշոր ցամաքային գործողություն համար փաստացի հարավային Լիբանանում, մոտավորապես այսպիսին է իրավիճակը, չկա որևէ զարգացում դեռ հութիների ուղղությամբ, այսինքն հութիները չեն ակտիվացել, պատերազմը գնում է ընդհանուր առումով Իրան եւ Լիբանան ուղղություններով, իսկ Իրանը պատասխանում է մի շարք պետությունների տարածաշրջանային, որոնց 3 ավելացավ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս պայդրությամբ անվտանգ է Հայաստանը եւ Վրաստանը, բայց պետք է ասել, որ չի բացառվում որևէ նաև հարված Հայաստանի կամ Վրաստանի վրա։ Ես բոլորին կոչ եմ անում, որ շատ զգուշ լինել, եթե ԱԹՍ տեսնեն, ապա ինչքան կարելի ավելի զգուշ լինեն այդ ԱԹՍ-ից հեռու եւ պատշաճ մարմիններին տեղյակ պահեն, որովհետեւ դա չի բացառվում։ Նույն եթե վերցնենք Նախիջևանը, ապա դուք շատ լավ գիտեք, եւ Իրանի սահմանը առհասարակ որ վերցնենք, Երևանից 50 կիլոմետրում Իրանն է գտնվում, Արարատից այն կողմ, նկատի ունեմ գյուղը, Արարատ գյուղը կամ քաղաքը, ոնց ենք ասում ավելի ճիշտ, նկատի ունեմ բնակավայրից, Արարատ բնակավայրից եւ Երասխից այն կողմ, միանգամից Իրանի սահմանն է, շատ լավ գիտեք, այսինքն այդտեղից էլ կարող են որևէ հարվածներ լինել, նույնիսկ Երևանի ուղղությամբ էլ, ես իհարկե սա չեմ ասում նրա համար, որ դուք ձեզ այսպես սա բացասական ընդունեք, նկատի ունեմ, սա ուղղակի շատ ցածր հավանականության հնարավորություն է, եւ ուղղակի պետք է զգուշ լինենք, չեմ կարծում, որ դա այս պայդրությամբ իրատեսական է, 10%-այնոց հավանականություն կտամ դրան, ավելի միամիտ կարող է դա տեղի ունենալ, ոչ կամ Միացյալ Նահանգների դեսպանության դեմ, որը Երևանում կա, իհարկե, բայց ամեն դեպքում շատ զգուշ բոլորս պետք է լինենք, Վրաստանի դեպքում էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյխանի հարցը հաշվի առնելով, դա բացառված չէ, հարգելի հայրենակիցներ, եւ ուստի բոլորս պետք է զգուշ եւ պատրաստ լինենք։ Շատ շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, ձեր աջակցությունը ալիքին դուք կարող եք ցուցադրել ուրեմն լայքերով, մեկնաբանություններ գրելով եւ ալիքին միանալով, անդամակցելով, դառնալով անդամ։ Ես շնորհակալ եմ բոլորին, ով դառնում է ալիքի անդամ արտասահմանից եւ միանում է ալիքին, դրանով աջակցում է ալիքի գործունեությանը։ Դա շատ կարեւոր է, իսկ հիմա առաջարկում եմ, որ դիտենք ձեր հետ միասին առավոտվա այդ ինվերլուծությունը շատ կարևոր, որը վերաբերվում է հենց կոնկրետ ուրեմն Բաքու-Թբիլիսի-Ջեյխանի վտանգին, որը դեռ մնում է օրակարգում։